Վաղ առավոտյան Հանրապետությունում զանգվածային ձերբակալություններ են։ ABC մեդիայի տեղեկություններով քննչական կոմիտեն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գացպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։ Վաղ առավոտյան արդեն իսկ ձերբակալվել են ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ու Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Վերջինիս արդեն կալանավորել են 2 ամսով։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի շուրջ 200 միլիոն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել ԲՀԿ-ի 3 падգամավորի թեկնածուի Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոճուկյանի և Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդությունը գլխավոր դատախազությունն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ABC մեդիային տեղեկացրին հանձնաժողովից։ Գրեթե նույն ժամանակահատվածում փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հայտնեց, որ զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել նաև Հայաստան դաշինքի գրասենյակներում։